Երբ ես Իսահակ Գաբրելյանին հարցնում եմ, արդյոք ինքը որպես մեր ինքնության մաս հանդիսացող պատմամշակութային ժառանգության մաս, պետք է նաև նախաձեռնող լինի կամ հետամուտ լինի, որպեսզի մեր մշակութային ժառանգությունը Արցախում, մասնավորապես Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, հայկական պահպանվեն, ես ուրիշ բանել չեմ ասում, հայկական պահպանվեն, այստեղ հարցեր են առաջանում, բա արդյոք մենք այն երկիրն ենք, այն փոքր երկիրն ենք, արդյոք պարլամենտական համապատասխան հանձնաժողովը դրանով պետք է զբաղվի, թե չպետք է զբաղվի, բա ով զբաղվի, Գանձասարը միայն մեզ է հետաքրքիր, աշխարհի երեսին չկա երկրորդ ազգը, ում համար էական է Գանձասարի գոյությունը, միայն մեզ համար է էական, այստեղ նստած մարդիկ պետք է մտածեն, Գանձասարը հայկական կմնա, թե չի մնա, պարլամենտական երկրի համապատասխան հանձնաժողովի նախագահին այդ հարց ուղղելուց հետո մարդկանց մոտ հարց է առաջանում, արդյոք մենք այն մարդիկ ենք, ովքեր պետք է զբաղվեն դրանով, բա ով պետք է զբաղվի դրանով, կան միջազգային կառույցներ, կա ՅՈՒՆԵՍԿՕ, եւ պետք է նախաձեռնող լինել այդ բոլոր հարցերը բարձրաձայնելու համար։ Այդ համատեքստում շղթայական գալիս է նաև Սփյուռքի հարցը։ ԿՊԱ-ական պատգամավորներից մեկը մեծ հաշվով հարցականի տակ է դնում Սփյուռքի կարևորությունը, այսինքն կարևորությունը Հայաստանի զորեղացման ճանապարհին։ Մենք ինչ ենք ասում, որ որքան ուժեղ է Սփյուռքը, անխուսափելիորեն ուժեղացնում է Հայաստանը։ Իմ հարցադրման ժամանակ ես անդրադարձա նաև մանկավարժական ստաժին եւ ատեստացիան համակարգին, ես խորապես համոզված եմ, որ այն ուսուցիչները, ովքեր 15 տարվա մանկավարժական ստաժ ունեն, իրենք պետք է համարվեն ավտոմատ ատեստավորված եւ համապատասխանաբար աշխատավարձը բարձրացած, բայց նաև պետք է առաջարկեն, որ շարունակաբար տանեն մասնագիտական վերապատրաստումների աշխատանք, այսինքն նրանց վերապատրաստումները պետք է կրեն ոչ թե աշխատավարձի բարձրացման նպատակ, այլ ուղղակի մասնագիտական գիտելիքների վերազինման եւ ավելի լավ աշխատանքի կազմակերպման բնույթ։ Նման օրենքի նախագծով մենք նաև կներկայանանք, մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը պետք է լինի անվճար։ Վերջերս մի ստատիստիկայի աչքով ընկավ, որ հրապարակվել էր, մասնավորապես այս տարի համալսարան ընդունվել է մոտ 9620 աշակերտ, 21 թվականին համեմատության համար 17000 աշակերտ, այսինքն էականորեն նվազել է բուհ ընդունված մեր աշակերտների թիվը։ Եվ ես ունեմ բոլոր հիմքերը կարծելու, որ դա նաև պայմանավորված է սոցիալական կարգավիճակով, որովհետև եթե հանենք, թե տարիների ընթացքում որքան է աճել ուսման վճարը, էականորեն աճել է, հələ մի հատ պետք է հարցականի տակ դնել, թե դրանով հանդերձ որակը կրթության ինչպիսին է, բայց այն, որ կրթության ուսման վճարը էականորեն ավելացել է եւ դա պետք է վերափոխվի եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ուսանող պետք է հնարավորություն ունենա նաեւ լավ առաջադիմություն ապահովելով անվճար կրթություն ստանա, սա միարժեք է։